Միշտ հավատքով աղոտ կտուղես առաստված, ես մի ժողովրդին ասել եմ, մի գործ որ ուզում եք սկսեք, մի լավ բան, առաջին հերթին մի հատ փառք չա տալի Տեր Աստված, մի գործին հաջողություն տուր։ Այսքան ավելի պետք չկա, որ երկար բարակ նստես աղոթես տանք թողեք։ Այս մի կարճ նախադասությունը բավական է քեզի որ ուժ տա, որ եւ հավատաս որ քո գործը բարի գործ է պետք է հաջողվես։ Սկսար, բայց առանց Աստծո միջամտության ոչ մի գործ չի հաջողվելու։ Մեկը ենթակա չի լինելու լավ վախճանի։ Որևէ գործ կարևոր չի։ Եթե բարի գործ է արդեն Աստված ինքը ուղղություն կտա, բայց պետք է դիմես իրեն։ Այսինքն միշտ Աստծո ապավինենք առաջին հերթին Աստծո զորությանը։ Ինչպես փորձեցին առաքյալները։ Սա ուրեմն առաջի քայլն է, դեր այդ երկրորդ քայլը այն է, որ միգուցե մի բան կարող է մեզ թվա անկարելի, կոնկրետ իմ պարագայում ինձ պիտի թվար անկարելի Հայաստանում ինչ որ մասնագիտությունս ավարտել, գալ, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում անել այն, ինչ որ ես կուզեի անել։ Դե շատ հաճախ օրինակի մասնագիտության անձինք, որոնք որ քահանաներ չեն, ուղղակի աշխարհիկ են, բայց ասենք ուսումն ունեն, աստվածաբանական, շատ հաճախ վերջանում են իրենց գործի բնույթով, ասենք ինչ որտեղ Հայաստանում օրինակ մի խանութ բացելով կամ մի բան, այս ամբողջությամբ տարբեր մի բան, որը հետ կապ չուներ եւ ինչու մենակ իմ նայենք շատ անձանց, որոնք որ տարբեր կրթություն են ստանում մասնագիտական, բայց ասենք չեն օգտագործում եւ կյանքի պայմաններից ելնելով կյանքի պայմաններից համենայն դեպս եթե դու վստահությունն ունես ու կարծես քո գլխից բարձր ես թռում ժողովրդական ասած գնում ես Քրիստոսի մեջ արդեն սա մեծ քայլ է շատ հաճախ հենց ինքն էլ քեզ ուղղորդում է սրան շատ հաճախ եթե ոչ միշտ ու երբ որ գնում ես արդեն հասնում ես ասում մոտեցավ Քրիստոսին ես այդ պահն եմ ուզում պատկերացնեմ որ ծովի այդ տատանումը քամիների ուժգնությունը իրեն չխանգարեցին նավից դուրս գալ եւ քայլել դեպի Քրիստոս։ Նավը կարող է լինել այդ ապահով վայրը մի փոքրիկ որ մենք ունենք, սակայն Քրիստոս ավելին է մեզ ասում, արի եւ ավելին կստանաս ու փորձում ենք դուրս գալ այդ նավից։ Մեկը ես 19 տարեկան տղա իմ տնից դուրս գամ ու գամ անեության մեջ առանց ծանոթ եւ այլն մի երկիր։ Նավից դուրս եկա քայլեց եւ շատ հաճախ կարող է եւ սուզվեի մոտեցա Քրիստոսին ու ասում է կարևոր բանը ոչ թե նրա համար որ ինչ որ անհաստատ էր ալիքը սուզվեց այլ որովհետև ինչ էր չհավատ քամիներն ուժգին էին այո քամիներն ուժգին են եւ հանկարծ ինքը քամիներից վախեցավ քամիներ պատճառը քամիներ պատճառը որովհետև հիմա կյանքը այդպես է երբեմն քո կյանքի ընթացքում էլ քեզի թվում է թե քո խաչը ամենածանր խաչն է չէ քամի է ասենք մի քամի ես ժողովրդին ասում եթե քո հավատքդ ուժեղ է փոթորիկն էլ միշտ չի կարող քեզի վնաս հասցնել որովհետև դու միշտ այդ փոթորիկի դեմ արդեն պատրաստի դիմացը կանելիք մի բան նման են տանը որը կառուցված է ժայռի վրա չէ այդ տուն ինչքան ասես ջրհեղեղ կա ինչքան ասես փոթորիկ կա այդ տունը չի կործանվելու ոչ էլ մեջի մարդիկ որտեղ ապահով տան մեջ են իսկ այն մարդիկ որոնք ասենք պատրաստ չեն հավատքի տեսակետից, իմաստության տեսակետից, որևէ տեսակետից նրանք միշտ տատանողական վիճակ ունեն։ Նրանք միշտ անպատրաստ ասում, օ, չգիտեի, օ, չստացվեց, օ, չեղավ, գիտես, այդ պահերը կա։ Երբ որ մարդը ինքը պատրաստ չի կյանքի ընթացքում, պատրաստը լինում է, ինչպես Քրիստոս ասաց, մի եղիր թերահավատ, հույսը դիրին վրա, ես եմ, մի վախեցեք։ Հիմա մենք երբ ենք այդ դրա մասին մտածում։ Ես ինչքան շրջապատում մտնում եմ, տեսնում ժողովրդի մեջ, որ ամեն տեղ որ մտնում եմ, բողոքում են, դժվարություն կա, նեղություն կա, դերարժան հաջախորդ չկա, խանութները գործը շատ է, դրամը քիչ է, բողոք կա, փառք Աստծո ասողը քիչ է։ Կան, որ ասեմ չկան սուտ կլինի, բայց փառք Աստծո գոհ ենք այս վիճակից ասողները քիչ են։ Եվ ով որ ասում է այս վիճակով, հայք հավատա, որ ճիշտ այդ Քրիստոսի սրտաբնդվեցեք, ես եմ, մի վախեցեք, այսինքն Քրիստոսի այդ պատգամը իրենց մեջ արմատացած է։ Որ փակ Տիրոջ, սրանից էլ գոհ եմ։ Գիտեք, ընդունում եմ ձեզ, բայց նաև կարծում եմ, որ սրանք ենթագիտակցական վիճակներ են։ Յուրաքանչյուր անհատ պիտի փորձի Քրիստոսի պատգամը հասկանա։ Որովհետև եթե չենք հասկանում ենթագիտակցորեն այդ փառաբանության միտքը ունենք, որ շատ հաճախ այո ասում եք ունեն անձինք, բայց սա նորից ենթագիտակցորեն է, սա ամուր չէ, եւ այս փոթորիկը, որ եղավ Պետրոսի հետ, որ քամին ուժգին էր, եւ քամու ուժգնությունը պատճառ է դառնում, որ Պետրոսի նման մեկը, որ գլխից բարձր թռավ եւ նույնիսկ քայլեց տատանվող ջրի վրայով, որը բաներ ու մոտեցավ Քրիստոսին, քամի ուժգնությունը առիթ եղավ, որ ինքը սուզվի։ Իսկ այդ սուզումը ամենադժվար բանն է, երբ որ դու սուզվում ես, իհարկե իմաստություն ուներ, գիտեր Քրիստոսի, անմիջական կապ ուներ, հետո դրա համար հասկացա, որ ձեռս պիտի մեկնեմ բռնեմ ձեռքից։
Քրիստոսի ձեռքը միշտ Եվ այնտեղ է։ այդ կարևոր բանը որ Քրիստոս մեկն է ձեռքը։ Քրիստոս միշտ մեկն է։ Այո, մեկնում է։ Միայն թե մենք դիմենք, մեր ձեռքը երկար ենք։ Միայն թե մենք հասկանանք ու Նարեկացու ասած շատ հաճախ ասում է, երբ որ ավազակը այնքան ավազակություն է արել, որ արդեն չափ ու սահմանն անցել է, այլևս երես չունի դիմելու Աստծուն, որ ասի օգնի ինձ։ Որտեղ վախ ունի, որ կարող է չներվի։ Ու սա է բարական, որ երբ որ անմիջական կապ ունես Քրիստոսի հետ, թեկուզ դա լինի իր խոսքով, պիտի լինի իր խոսքով, իր եկեղեցու մեջ, իր մարմնի մեջ, որը որ եկեղեցին է։ Թեկուզ եւ սուզվում ես, համարձակորեն ձեռքը բռնի, ինքը պիտի բարձրացնի եւ պիտի հետ տանի ուր նորից նավը։ Պետք է միշտ հիշենք, որ Աստված երբեք մեղավորի մահը չի ուզում, մինչև վերջի վարկյանը նրա դարձն է սպասում։ Դարձիկա եւ զղջա։ Այսինքն մենք փորձենք նույնիսկ ամենալ թաթախված ցեխի մեջ, վիճակի մեջ, եւ որ զգում ենք, որ այլևս տեղ չկա, մի փոքրիկ լու, հույսի շող է մնացել այնտեղ, ոնց որ պատկերացնում մեկը սենյակի մեջ մի հատ անկյուն է, այսպես փոքրիկ մի հատ անցք լինի եւ այնտեղից արևի շողը դուրս գա, տա եւ այդ շողը իրեն լինի հույս եւ ապավեն, այդ շողը այդ տիրոջ ձեռքն է։ Պիտի մեկնենք։ Տիրոջ ձեռքը ճիշտ է, մեկնեց եկավ նավում մի ամենակարևոր բանը եղավ։ Ինչ եղավ, մոտեցան երկրպագեցին։ Երկրպագում են միայն Աստծուն։ Երբ որ Սատանան Քրիստոսին փորձեց ու ասեց աշխարհը քեզ կտա միայն առ ինձ երկրպագի, պատասխանը հետևյալն էր։ Երկրորդ պատվիրանն է սա։ Քո Աստծուն միայն պիտի պաշտես ու երկրպագես։ Բայց Քրիստոսին երկրպագեցին, որովհետև հենց սա է երրորդությունը, Քրիստոսն ինքն Աստված է։ Ուրեմն երբ որ այսքան Քրիստոս մեզ օգնում է, որ այսքան գեղեցիկ ներկայացրեցիք ու նորից մեզ բերում է հին վիճակին, ապահով վիճակին, չմոռանանք Քրիստոսին երկրպագել, որովհետև եթե Քրիստոսի փոխանե սատանային, մամոնային ենք երկրպագում նյութին, որովհետև աշխարհն ենք ուզում ձեռք բերել, մեզ քիչ է։ Իմացեք, որ կորուստն եք նորից գնալու։ Աստված ասում է, չեք կարող երկու տիրոջ ծառայել, եւ Աստծուն եւ մամոնային։ Ուրեմն այս ամեն նպատակը վերջանում էր Քրիստոսին երկրպագելով։ Այնտեղ ասում է վերջում արդարև Աստծո որդին աստու։ Այսինքն առաքյալները խոստովանվեցին երկրպագելուց հետո, որ իրապես ընդունեցին, որ փոթորիկը հանդարտեցնողը, փրկողը Պետրոս առաքյալին, ես եմ, մի վախեցեք, այս բոլորը իրենց տվեցին այդ ուժը, վերջան եզրակացության գալով, որ վերջապես հասկացանք, գիտակցեցինք, ընդունեցինք, որ դու ես Աստծո որդին։ Եվ ամենավերջում գիտեք ինչ եղավ, նավը հասավ տեղ։ Այսինքն մենք կյանքը ավարտեցինք այնտեղ, որտեղ որ պիտի ավարտենք երկնքի արդյունքում։ Այսինքն այդ նավը ունեցավ իր հրաշալի նավապետը, որը որ տեղ հասցրեց։ Եվ մենք ուզենք, որ յուրաքանչյուր ընտանիք ունենա իր նավապետը։ Եվ այդ մեծ նավապետը Հիսուս Քրիստոսն է, որին պետք է մենք դիմենք, որին պետք է խնդրենք, որպեսզի մեր նավը, մեր ընտանեկան նավը, մեր ժողովրդի նավը, ինչ ասեմ, մեր եկեղեցու նավը ապահով նավանգից հասցնի։ Հայ, ես ուրեմն շատ կարելի է խոսել, բայց մեր ժամը քանի որ քիչ է, ուզում եմ որ վերջացնեմ այս մեր այսօրվա հրաշքի մասին խոսքը, մեր երջանկայսրակ Վազգեն Վեհապարի կողմից գրված մի աղոթքով, որ կարծում եմ մեր ժողովուրդը կհավանեն, քանի որ բոլորը շատ են սիրում մեր Վեհապարին, եւ ուզում եմ որ իր գրած աղոթքով վերջացնենք այսօր։ Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբու ամեն։ Տեր Աստված ամենակարող, օգնության հասիր մեր աշխարհին, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ ավելի խաղաղություն նրանց հոգիներին, բոլորին անխտիր։ Եվ թող աշխարհի բոլոր մարդասեր ու հարաշտիմատենչ մարդիկ ու ժողովուրդներ մեկտեղ են իրենց գաղափարական, բարոյական բոլոր զենքերը, բոլոր հնարավորությունները եւ անխորդագելի պատնեշ կանգնեցնեն ի պաշտպանություն արդարության, ազատության եւ խաղաղության սկզբունքներ, որոնք մեզ քրիստոնյաներիս համար հանդիսանում են կրոնական հավատքի եւ ավետարանական սիրո պատգամից ճառագայթող ապրելու եւ գործելու հրամայականներ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն